Երկրաշարժից հետո Ռիման Վարդևանյանն իր ամուսնու և 3 դուստրերի հետ օթևանել է այս փոքրիկ կացարանում։ Կորցրել է 3 սենյականոց բնակարան ու ի սկզբանե անօթևանության հերթացուցակի 8-րդ կետում է հաշվառված եղել։ Աղջիկներին ամուսնացրել է, իսկ ամուսինը մահացել է մի քանի տարի առաջ։ Առաջնահերթության կարգով 2010-ին բնակարանի սպասող ծեր կնոջը օրերս տեղեկացրել են, որ ինքը այլևս հերթացուցակի 8-րդ կետում չէ, այժմ հաշվառված է 29-րդ կետում։ Ուստի այս տարի բնակարան ստանալու հույս Ռիմա տատին չեն տալիս։ Կեստաս մազմետարան խապենգը, կուկաս քաղաքապետարան խապենգը։ Ես 8-րդ կետն էի։ Աղջիկս որ ամուսնացել էր, իրա կես տարի եկավ դուրս գրեց, տարավ իրա 2 երեխաները, երկուսն է առայժմս երկար տարիների անց է հաստատուն կրթություն ունին։ Իրանց համար տուն առավ, գրանցան իրանց տունը։ Այս պահին ընդունում ենք այն անօթևան քաղաքացիների բնակարանային գործերը, որոնք կոնկրետ մեկ սենյակի համար հերթագրված են մինչև 500-րդ համարը։ Դժբախտաբար ինքը այդ մինչև 500-ի մեջ չէ, 981 համարն է, ինչպես ասեցի, նրա գործերը ավելի ուշ կքննարկվեն, երբ հաջորդ փուլի բնակարանները կկառուցվեն։ Ըստ Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի Ռիմա տատը առաջնահերթության կարգով բնակարան ստանալու էր, քանի որ որոշ արտոնություններ ուներ, սակայն այժմ նա այդ արտոնությունները կորցրել է, ինչի պատճառով էլ 29-րդ կետում է հայտնվել։ Իր հասցեում հաշվառված դուստրը վերջերս դուրս է եկել գրանցումից, ինչն էլ երկարացնում է Ռիմա տատի բնակարան ստանալու ժամկետը։ Հաշվառված չեն այդ բնակարանի վրա, դուրս են գրված եւ բնականաբար ինքը կորցրել է այդ արտոնությունը, ընկել է 29-րդ կետի արտոնության տակ։ Ոչ, մենք առաջնորդվում ենք Գյումրու քաղաքապետարանի կողմից հաստատված հերթացուցակով։ Անձերի քանակից ելնելով կորցրած 3 սենյականոցի փոխհատուցումը 1 սենյականոց է լինելու տեղեկացնում են Մարզպետարանից։ Տարեցկինը չի դժգոհում, միայն թե այս պայմաններին հրաժեշտ տա։ Տնակը զուրկ է, էլեկտրաէներգիայի ջեռուցումն ու կոմունալ մյուս պայմանները ևս բացակայում են։ Թող տան, օժարեմ, այն 2 սենյակն են նվիրեմ կմանկատան երեխանցը, մենակ մեզ սենյակը տոտ։ Այդ չամրի մեջ ինչ է, թե եկող տարի ապրիմ։ Լուսար չունենամ, մոմը, սիգե պատարեով ժամը գնային։ Մարզպետարանից անօթևանին հորդորում են այս տարի էլ յոլա գնալ, եւ որ 21 տարի տնակում ապրած գյումրեցին հույսը չպետք է կորցնի։ Գոնե մեկ օր այս տնակային պայմաններում ապրելու առաջարկ Ռիմա տատն է անում բնակվաշման գործընթացով զբաղվող բոլոր պաշտոնյաներին ու հիշեցնում, որ 2011-ը ևս սարերի ետևում չէ։ Մեկ տարի ժամանակն էլ կանցնի ու նա բնակարանային պահանջով Երևան կհասնի։ Հերմինե Մկրտչյան, Արտյոմ Ադամյան, Գալանյուս։